Բարի երեկո բոլորին, մասնավորապես մեր հավատարիմ հետևորդներին։ Օրեր առաջ մենք եթեր էինք արել Արմեն Մելիքյանի վերաբերյալ, որտեղ պատմում ենք, որ վերջինիս գործընկերը Women Arthur Weissman-ը, որը շվեյցարական կազմակերպության ղեկավար է, բայց չգիտես ինչի, շվեյցարական հեռախոսը գտնվում է Հայաստանում, մենք նույնիսկ փորձարարություն արեցինք եւ բավականին դիտումներ ա եղել եւ բավականին քննարկումներ։ Մենք հիմա իրար հետ փորձելու ենք պլյուս 41 22 731 36 36 զանգում ենք այն համարով, որը հրավերքի վրա գրած է։ Հիմա լսեք համարի պատասխանը։ Բաժանորդի հեռախոսն անջատված է կամ գտնվում է ծածկույթից դուրս։ The subscriber's phone is switched off. Փաստորեն Շվեյցարիայում խոսում են հայերեն։ Հիմա ուզում եմ ասեմ, որ վաղը Արմեն Գագիկի Մելիքյանի հերթական դատական նիստն է հակակոռուպցիոն դատարանում ժամը 14:00-ի եւ նախագահ դատավորն է Սարգիս Պետրոսյանը։ Եվ վաղը մենք գնալու ենք դատական նիստին եւ չեք պատկերացնում դատական նիստից հետո ինչ նոր բոմբեր ենք բերելու։ Ընդհանրապես Արմեն Մելիքյանը երևի ամենավիրտուոզ եւ խարիզմատիկ անձնավորություններից է, ում փաստորեն հանդիպել ենք եւ մեծ աշխարհագրություն ունի իր գործընկերների։ Նախ ասեմ, թե ինչի համար է, ինչ մեղադրանք է Արմեն Գագիկի Մելիքյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գույք, ինչպես նաև սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառել է վկային մի իդեալական անձնավորություն, որի վերաբերյալ Վայսմանը դիմումներ ա գրում դատարան, որ խափանման միջոցը փոխվի, որտեղ ինքը անփոխարինելի անձնավորություն է Հայաստանի շուկայի համար, Հայաստանի բնակչության բարօրությունը, բարեկեցությունը բարձրացնելու համար, արտադրանքները արտաքին շուկա հանելու համար։ Ես կարծում եմ ինքը այն կարգի վիրտուոզ է, որ ներկա իշխանությունները կարող են իրան դիմել, ինքը տարբեր տեսակի կնիքներով, ստորագրություններով կարող է մեր պետական պարտքն էլ զրոյացնի մի օր։ Ինչին է վերաբերվում վաղվա գործը, եթե մի դեպքում Արթուր Վայսմանի, որը համացանցում ես իրան չեմ ճանաչում, հայտնի է որպես նկարագրվում է որպես էստոնական լրտես, հետախուզության աշխատող եւ այլն եւ այլն եւ այլն, ուրեմն այս դեպքում աշխարհագրությունը փոխվում է։ Արմեն Մելիքյանը, չգիտեմ ինչի միշտ Արթուր եմ իրան հիշում, երևի Վայսմանի հետ եմ նույնականացնում, որովհետև երևի թե մենք վաղը չէ մյուս օր կամ մոտորերս մի այլ կազմակերպություն կպարզենք, որտեղ Արթուր Վայսման եւ Արմեն Մելիքյան իրար հետ ոնց որ կապեր ունեն։ Վաղվա դատական նիստը շատ ուրախ դատական նիստ է մեր համար լինելու, որովհետև աշխարհագրությունը գնացել է արդեն Չինաստան, Էստոնիա, Շվեյցարիա, Լատվիա, Ստամբուլ, այս կողմից պրծանք գլոբուսի, հիմա գնում ենք Չինաստան։ Չինաստանի վերջինիս գործընկերն է, այնքան մանր է գրած Չունգլին Ցայը։ Չունգլին Ցայի, ես Չունգլին Ցային չեմ ճանաչում, բայց երևի թե մի հատ քնչական փորձարարություն անենք Չունգլին Ցայի հետ հեռախոսով կապվելու, բայց այս Չունգլին Ցայի կնիքը Diamond Management-ի, սրա մասին հələ երկար ենք խոսնալու։ Այնքան ունիկալ է, ես պատկերացնում եմ, որ երևի ամեն երկրում կնիքը նմանվում է այդ երկրի բնակչության աչքերի կտրվածքին։ Այս դեպքում Չունգլին Ցայից կնիքը օվալ է, ասենց երկարացված է։ Երևի դա իրականում կապ ունի աչքերի ձևի հետ։ Ես չեմ կարող ասել։ Վերջը ինչ եմ ուզում ասեմ, մոտորերս սպասեք, հիմա էլ Չինաստանի հետ կապված փաստաթղթերի, կնիքների, այցելությունների,
մեծ գումարների դե այս մարդու մասշտաբները մեծ են։ Եթե աշխարհագրությունը Էստոնիա, Շվեյցարիա, Չինաստան ընդգրկելը ամբողջը, տարբեր մայրցամաքներ, պատկերացնում եք, այստեղ ինչ գումարների մասին է խոսքը գնալու։ Նորից եմ կրկնում, բոլոր ցանկացողները բաց դատականիստա կարող են գալ եւ մոտիկից ծանոթանալ վիրտուոզ, ֆինանսական շուկայի վիրտուոզ Արմեն Մելիքյանին։ Եթե չգաք էլ, կարող եք չգալ շոկա, ես դատական նիստից հետո ձեզ պատմելու եմ Արմեն Մելիքյանի արկածները Չինաստանում։ Այսքանը սա փոքր անոնս էր նրա համար, որպեսզի մեր հետևորդներ հասկանան, որ մենք Վայսմանով ու Էստոնիայով, Շվեյցարիայով չենք սահմանափակվում եւ որպեսզի պարոն Մելիքյանը եւս չնեղանա, որ իր գործունեության աշխարհագրական տարածքները փոքրացրել ենք մի հատ Հայաստան, մի քիչ մեծ Թուրքիա, մեկ եմ հատ բուջուր Էստոնիա, գնում ենք Չինաստան։ Այսքանը, սպասեք մեր հետագա եթերին։